Անկեղծ եմ ասում, մոտարապես 15 րոպեից ավել այսպես նստած եմ շվարած ու չգիտեմ որտեղից սկսեմ այս ձայնագրությունը կամ այս խոսքը, որովհետև մեր պետությունը և եկեղեցին գտնվում են փոթորկի մեջ, մեր հարևան երկրի ղեկավարը Դամոկլյան սրի պես սպառնալիքներ է հեղում մեր երկրի, մեր ազգի վրա, հիմա էլ Սևանա լճի հարցով, մեր ազգը ամբողջովին սարսռած վիճակում է գտնվում փոքրիկ երեխայի սպանության մանրամասները տեղեկանալով ու մեր ազգի մի ամբողջ մասը ընդամենը 2 շաբաթ առաջ ուրախ գոռում էին, թե որս արև քեֆ ենք անում, լավ ենք անում։ Այս ամեն ինչի մեջ նորմալ մարդը ինչ անի։ Մեր ժողովուրդը հոգևոր պատասխաններ է սպասում այս ամեն ինչին։ Բայց պետք է հասկանանք, որ այս ամբողջ վիճակը ճշմարիտ Աստծուն թողնելու, ճշմարիտ Աստծուն լքելու և հեռանալու վիճակն է։ Ոնց է լինում, որ չարը մարդուն դրդում է սենց հրեշավոր սպանության։ Ախր նորմալ մարդկանց հետ այսպես չի լինում, այն մարդիկ, ովքեր որ Աստուծո հետ են, իրենց հետ այդպես չի լինում, որովհետև իրենք պաշտպանված են հենց միայն Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքով։ Դուք հիշում եք, երբ որ Տերը Պետրոս առաքյալին ասեց, իր խաչելությունից առաջ ասեց. Պետրոս, Պետրոս, ահա սատանան ուզում է ձեզ բոլորիդ մաղի, աղա, բայց ես աղոթեցի քեզ համար, որ երբ որ դու վերադառնաս, այ որ ասում եք, դարձիր առ Աստված, երբ որ դու վերադառնաս, դու էլ քո եղբայրներին հաստատես։ Այսինքն, երբ որ դու ապրում ես Տեր Հիսուս Քրիստոսի հետ, դու պաշտպանված ես իրենով, դու պաշտպանված ես չարից, իր աղոթքով, եթե դու հետևում ես իրեն, եթե դու հնազանդվում ես իր պատվիրաններին, այլ ոչ թե սրտիդ մեջ մի հատ կուռք ես ստեղծել, ասում ես իմ Աստվածն իմ սրտի մեջ է ու հետևում ես քո կուռքին։ Այդ տեսեք հիմա ինչ է կատարվում մեր ամբողջ լրատվական դաշտում։ Չկա խոսք Տեր Հիսուս Քրիստոսին վերադառնալու մասին։ Չկա խոսք, որ մեկը հարցնի ասի, կարող է այս բաները մեր հետ կատարվում են, որտեղ մենք իսկապես թողել ու հեռացել ենք Աստծուց։ Չէ՞ որ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ կանչել է իրեն հետևելու։ Չէ՞ որ մեզ պատիվ է տրված առաջի քրիստոնյա ազգը լինելու։ Այ գնացեք Երուսաղեմ, Սուրբ Հարության տաճարը, այն վայրը, որտեղից Տեր Հիսուս Քրիստոսը հարություն է առել, 3 եկեղեցիներ իրավունք ունեն այնտեղ պատարագ մատուցելու։ Մեկը հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որը որ 1 միլիարդից ավելի մարդիկ կան, մեկը ուղղափառ եկեղեցին, որտեղ որ երևի մի քանի 100 միլիոն, մոտ 800 միլիոն երևի մարդիկ կան եւ տարբեր ազգություններ, եւ մեկ էլ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Մեկ ազգ, մեր փոքր ազգին տրված է այնտեղ ամեն գիշեր Քրիստոսի Սուրբ դատարկ գերեզմանի վրա պատարագ մատուցելու։ Նույնը Բեթղեհեմում, այն վայրում, որտեղ Քրիստոսը ծնվել է, նույնը Աստվածամոր դատարկ գերեզմանի վրա Գեթսեմանի պարտեզում։ Տեր Հիսուսը մեզ կանչել է իր հետևից գնալու, իսկ մենք թողել ենք իրեն լքել ենք ու հիմա գտնվում ենք այս դառնության ու փոթորիկի մեջ։ Այ նայեք, որտեղ որ խոսում են այս ամեն ինչի մասին, հա, այս մեր ծանր վիճակի մասին, եկեղեցու վիճակի մասին, պետության վիճակի մասին, այն հեռուստաալիքներով, այն լրագրողները, որտեղ որ խոսում են, ոչ մեկը չի խոսում Տեր Հիսուս Քրիստոսից հեռացած լինելու մասին, ոչ մեկը չի խոսում Տեր Հիսուս Քրիստոսին վերադառնալու անհրաժեշտության մասին, այլ բոլորն էլ այսենց այդ ներքևի մակարդակում սենց հակամարտություն է գնում։ Բայց ոչ մեկը չի ասում, լավ, ինչու է Աստված բա թողնում, որ այս բաները պատահեն մեր հետ։ Դուք չեք պատկերացնի ինչ ծանր բան է Աստծուց կտրված ապրելը։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ ծանր բան է մեղքով ապրելը։ Դրա համար ես հիմա ձեզ ուզում եմ կարդամ մի փոքրիկ հատված Շենուդա Հայրապետի Դարձիր առ Աստված գրքից, որի մասին ես այս ալիքում հաճախ եմ խոսել։ Խնդրում եմ ձեզ, այս գիրքը ձեռք բերեք ու կարդացեք։ Տեսեք փոքրիկ բրոշուրի պես բան է։ Տեսեք ինչ է ասում։ Այսօրվա վիճակի վրա վերցնենք նայենք, հա։ Արդարև մեղավոր մարդու կյանքը մի մարդու կյանք է,
որն անկախ լինելու համար հրաժարվել է Աստծուց, անկախ լինելու համար, որ ինքը իր ցանկություններով ապրի, այդ մարդը հրաժարվել է Աստծուց, հրաժարվել է նրա արքայությունից եւ սկսել է ապրել իր սեփական ցանկություններով, առանց Աստծո կամքը հաշվի առնելու։ Նախքան շարունակելը ես խնդրում եմ, այս ձայնագրությունը եթե ձեր սրտին կպնի, դուք էլ անհրաժեշտ համարեք, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ լսեն, իմանան, մտածեն, ասեն, որ լավ վերադառնանք Աստծուն, նրան ճանաչենք մեր ճշմարիտ Աստծուն, կարողա սխալ ենք ապրում, դրա համար ենք ընկել այս ծանր վիճակի մեջ։ Ասում է մեղավոր մարդը, այդպիսի մարդը, որ հեռացել է Աստծուց, հեռանալով Աստծուց ներշնչում է իրեն, որ ինքը անկախ անհատականություն է, ընդունակ ինքնուրույն գործելու եւ որոշումներ ընդունելու, միանգամայն առանց Աստծո նախախնամության ու ուղեկցության։ Նա ապրում է ըստ իր կամքի, այսինքն ինչ ուզում է անում է, ուզի իր երեխուն կսպանի, ուզի իր հորը կսպանի, ուզի իր մորը կսպանի, քանի անգամ sense դեպքեր լսեցինք։ Այս սա Աստծուց կտրված մարդու կյանքն է, ու սա սպառնում է բոլորիս։ Բոլոր մարդկանց սա սպառնում, որովհետև դու չես իմանում, թե վաղը դևը քեզ ինչ կանի, որովհետև դևը քո թշնամին է, նա ոչ մեկին չի խնայում։ Նույնիսկ նրանց, ովքեր գործիք են դառնում իր ձեռքը իր չար ծրագրերին իրականացնելու համար։ Ահա թե ինչ եղավ, երբ Իսրայելի որդիներն Աստծո փոխարեն թագավոր պահանջեցին, որ իրենց կառավարի։ Եվ Աստված ասաց Սամվել մարգարեին. նրանք ոչ թե քեզ անարգեցին, այլ չուզեցին, որ ես թագավորեմ իրենց վրա։ Եթե դու չես ուզում, որ Աստված թագավորի քեզ վրա, դու քեզ կտրում ես քո լույսի բարության կյանքի աղբյուրից ու էլ ուրիշ ճար չունես, դևն է թագավորելու քո վրա։ Ու ինքը քեզանից ուժեղ է։ Ինքը ոչ քնում է, դու ծոմ ես պահում, պահք ես պահում, ինքը ոչ քնում է, ոչ հոգնում է, ոչ ուտում է, ոչ խմում է։ Ինքը հոգևոր էակ է, դու մարմնավոր էակ ես, եթե դու կտրված ես Տեր Հիսուս Քրիստոսից։ Ասում է, նրանք մերժեցին հնազանդության կյանքը, որն ապրում են Աստծո զավակները, հնազանդվելով եւ ենթարկվելով Բարձրյալի կամքին։ Սավուղ թագավորը, որին նրանք իրենց համար ընդունեցին որպես թագավոր, նույնպես հետևեց իր ցանկություններին եւ Աստծուց իր անկախությունը հաստատեց։ Նա չցանկացավ, որ Աստված իրեն հրամաններ արձակեր կամ կարգադրեր իր գործերը, այլ սկսեց ամեն ինչ կառավարել ըստ իր անձնական պատկերացումների, առանց հարցնելու, թե որն է Աստծո կամքը։ Այ եթե դու չես ուզում ճանաչես Աստծուն, դու չես ուզում, որ Աստված քեզ կարգադրի քո կամքը, դու ուզում ես ինքնուրույն կարգադրես քո կամքը, դու կլինես հենց այս վիճակի մեջ, որի մեջ որ դու կաս։ Ծանր վիճակ, անտարբեր մարդիկ, թշնամանք քո սուր 4 կողմը, ու դու տեսնում ես, թե ինչպես են հայրերը սպանում որդիներին, որդիները սպանում հայրերին։ Մեղավորները կտրում են իրենց Աստծո կամքից, ինչպես նաև տարանջատվում Աստծո նախախնամությունից եւ ուղեկցությունից։ Այդ բաժանման մասին Աստված այսպես է արտահայտվում. ինձ մերժեցին, ինձ թողեցին։ Աստված ասաց. ինձ կենաց ջրի աղբյուրից լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։ Այո, մեղքը Աստծուց բաժանում է, նրան լքելն ու մերժելն է։ Մեղավոր մարդը Աստծո հանդեպ ոչ սեր է տածում, ոչ էլ մտերմություն։ Մեղավոր մարդը Աստծուց կտրում է իր անձը ոչ միայն իր վարքով ու կենսակերպով, այլ նաև սրտի, սիրո եւ զգացմունքների մեջ մեղավոր մարդը իրեն կտրում է Աստծուց։ Սիրելի ժողովուրդ, այս ձայնագրությունից գոնե որ մի բան մնա, դա այն է, որ մեղքը Աստծուց կտրված ապրելը ահավոր վտանգավոր բան է։ Դարձեք առ Աստված, վերցրեք կարդացեք Աստվածաշունչը, սովորեք Աստծո խոսքը, մի ասեք դուք քրիստոնյա եք, եթե դուք Աստվածաշունչը չեք կարդում, նույնիսկ մի անգամ կարդալը չի բավարարում, որովհետև մենք մոռանում ենք, ինչպես եւ մենք նույնիսկ մի անգամ օրը հաց ուտելը չի բավարարում, որովհետև մենք նորից սովածանում ենք, մեր հոգին էլ մոռանում է, որպեսզի նորից սովածանա, որպեսզի մենք միշտ սնվենք Աստծո խոսքով։ Սկսեք կարդալ Աստվածաշունչը, ամեն կիրակի պատարագի մասնակցեք, ամեն օր աղոթեք, ներողություն խնդրեք ձեր մեղքերի համար, ներողություն խնդրեք Աստծուց,
կտրված ապրելու համար։ Ներողություն խնդրեք Աստծո պատվիրանները չպահելու եւ ձեր սեփական ցանկություններով ապրելու համար։ Մենք այս ծանր վիճակում ենք, որովհետեւ մենք լքել ենք Աստծուն, հեռացել ենք Աստծուց ու ասում ենք լավ ենք արել, քեֆ ենք անում, հորս արել։ Դա ոչ մի լավ բան չի բերի։ Իմ խոսքերին մի հավատացեք։ Կարդացեք Աստվածաշունչը եւ տեսեք, թե ինչ եղան այն ազգերի հետ, ովքեր հեռանում էին Աստծուց ու ասում էին լավ ենք անում։ Եթե զայնագրությունը ձեզ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ այն կիսեք ձեր ընկերների հետ, ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ տեսնեն, միգուցե իրենց ձեռքը վերցնեն Աստվածաշունչը, սկսեն կարդալ, ամեն կիրակի գնան Սուրբ Պատարագի մասնակցեն, խոստովանեն իրենց մեղքերը, ամեն օր աղոթեն ու ասեն. Տեր Հիսուս, ների՛ր ինձ մեղավորից, ես զղջում եմ իմ մեղքերի համար, ճանապարհ ցույց տուր ինձ։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։